Ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Թրամփին տատի էին տվել Նյու Յորքում, որտեղ բանկերից որևէ անձ գնում է բանկ, պետք է բանկը հարցնում է դու ինչքան պարտքեր ունես, ինչ է քո հարստությունը, բնակարան ունես, ինչ է արժում, ինչքան գումար ունես բանկի մեջ եւ այդ հիման վրա մարդիկ պարտք են վերցնում։ Ինչքան ձեր այսպես արհեստությունը շատ է, պարտքը քիչ է, ուրեմն այդ ինչ որ դուք asset ունեք, ինչքան բարձր է, պարտքը քիչ է, տարբերությունը մեծ է, ավել հարմար տոկոս է բանկը ձեզ առաջարկում։ Եթե ձեր պարտքը շատ է, եւ ձեր asset-ը շատ մոտիկ է պարտքին, բնականաբար բանկը մտածում է դուք չկարողանաք վճարումներ կատարել, ձեզ ավել բարձր տոկոս են առաջարկում։ Ուրեմն նախագահ Թրամփն էլ թվում էր այդպես էր արել, իրեն տատի տվին մեղավոր եղավ այդ բերումով, որտեղ իր հարստությունը ավել մեծ էր ցույց տվել, պարտքերը շատ փոքր էր ցույց տվել եւ Լեթիշա Ջեյմս, Նյու Յորքի գլխավոր դատախազը, Attorney General-ը իրեն տատի էր տվել 2024-ին այդ բերումով։ Իսկ նախագահը երբ ընտրվեց այս որպես նախագահ, այստեղ նախ Ջեյմս Քոմի, նախկին FBI-ի ղեկավարին տատի տվեց, որ նախնական, գիտեք, այս երկրում, երբ որ Ջեյմս Քոմին եք տեսնում, երբ մեկին ուզում են տատի տան, նախ տանում են մեկ ջուրի, փոքրիկ ջուրի մոտ, որ տատավոր, այսինքն մեղավորը ինքը փաստաբան չի կարող ունենա։ Դատախազությունը ասում է, որ ուզում ենք այս մարդիկ դատի տանք, հետո եթե հաստատում ենք, այո, պատճառ կա դատի տալու, ոչ թե մեղավոր է, այլ պատճառ կա դատի տալու, ինչպես Թրամփին նույնպես ասացին պատճառ կա դատի տալու, հետո դատի տրվեց։ Նույնը հիմա Ջեյմս Քոմին են այդպես արել, պատճառ կա դատի տալու։ Հիմա նախագահ Թրամփը նաև այս կնոջը Նյու Յորքի դատախազին, Attorney General-ին տատի է տվել, մեղադրանքը սա է, այսինքն պահանջել է դատախազությունը իրեն տատի տա, մեղադրանք սա է, ինքը բնակարան ունի, իսկ մեկ երկրորդ բնակարան է ուզեցել գնել եւ այնտեղ ասել է, որ այդ երկրորդի մեջ էլ ինքը կապրի, քանի որ հիմա այսպես են ասում, դեռ ինչ է ճշմարտությունը, հետո եթե դատավարություն լինի կստակվի, որ երկրորդ բնակարանը իրենը ասել է, ես եմ բնակվում, ուրեմն բանկերը, երբ որ անձը ինքը բնակվում է, ոչ թե գնել է առևտուր անելու, վարձու տալու, ավել քիչ տոկոս են պահանջում, ուրեմն նախ սրան էր տատի տվել եւ հիմա նախագահը տատի է տվել Լեթիշա Ջեյմս գլխավոր դատախազին Attorney General-ին Նյու Յորք քաղաքի, ես այստեղ ուզում եմ ցույց ցուցադրել, տեսնում եք սա Լեթիշա Ջեյմսն է, որ մեղադրանք ասացի քիչ առաջ ինչ է։ Եվ նախագահը ասել է ուրիշներ էլ կան պիտի տատի տան։ Սովորաբար նախագահը այս երկրի գլխավոր դատախազին Attorney General-ի հետ ինքը նշանակում է, բայց ինքը չպիտի մխրճվի նրա աշխատանքների մեջ։ Վերջին անգամ այսպես նախագահը մխրճվեց նման հարցի մեջ, նախագահ Նիքսոնի ժամանակ էր, իսկ դրան գլխավոր դատախազը եւ յուրահատուկ փաստաբան, որ նշանակել էին այս հարցին, հետեւել երկուսն էլ հրաժարվեցին, երբ տեսան նախագահը մխրճվում է հարցի մեջ։ Հիմա այս անգամ այս կնոջը մեկ մեղադրանք միայն կա, որ այդ հարցն է, որ bank fraud, բանկին սուտ է ասել, որ իր երկու բնակարանն էլ ինքն է ապրում։ 1 միլիոն, եթե բոլոր մեղադրանքները ճիշտ լինի, 1 միլիոն պիտի տուր կանեն եւ բանդարգություն կա բանկին սուտ թղթեր ներկայացնելու։ Իրեն այս բերումով են հիմա մեղադրում, ինչ որ տեսնում եք այստեղ, իսկ որ ինչ որ ձեզ ասացի, ուր որ պիտի բնակարան էր գնում, որ վարձու տա ասել էր ես եմ բնակվելու։
Նախագահը նշանակել այս նոր դատախազին, անցյալում մեկ ուրիշ անձնավորություն էր նշանակել, քիչ հետո կտեսնեք նրան, նա եկավ ասաց, որ ոչ քոմի, ում որ հիմա ուզում են տատի տան, տատի են տվել, եւ ոչ այս կնոջ դեմ դատ չեն կարող բացենք, որովհետեւ փաստեր չկան, պետք է մենք դատախազությունը հստակ փաստեր ներկայացնի։ Նախագահ այս կնոջը նշանակեց որպես այս հարցը հետևի, որևէ փորձառություն ինքը այս հարցում չունի։ Նախագահի անձնական փաստաբանն եղել, որ այս հարցերով երբեք չի զբաղվել, բայց որովհետև ուրիշները չէին ընդունում, ուրեմն իրեն նշանակել է նախկին փաստաբանը սա էր, որ փորձառու աշխատող մարդ էր, եկավ ասաց չեմ կարող, թեև ինքը ռեփաբլիկան է, թե այդ խմբին պատկանող է, 5 ամիս ուսումնասիրեց, ասաց որևէ ձև այս հնարավոր չի այս մարդկանց տատի տալ եւ հետո ինքը հրաժարվեց այդտեղ էր որ նախագահը պարկացավ նոր անձնավորություն նշանակեց որ հիմա հետևեն նախագահը ասում է դրանք բոլորը մեղավոր են եւ ոչինչ չեն կատարում այսինքն այսպես մեղադրում էր իր դատախազին ում որ նշանակել իրեն տեսմեք տատի էին տվել ով էր տատի տվել իրան հիմա այն անձնավորությունը որ ինքը նրան տատի է տվել հիմա կտեսնեք եթե ցախում նայեք տեսնեք այդ Լեթիշա Ջեյմսը նստած է երբ որ Թրամփին տատի էին տվել այստեղ տեսնեք Թրամփը դատարանում այն կինը որ սև կինը ինչ որ տեսնում եք Նյու Յորքի գլխավոր դատախազն է ինչ որ հիմա Թրամփը իրեն է տատի տվել, այսպես տեսնում եք այս անձիկին։ Այս Լեթիշա Ջեյմսը ասում է նախագահը մեծ սխալ է հակա, այսինքն օրենքին հակառակ է եւ այս հարցով ինքը չպիտի մեկին տատի տա, ասացի այս երկու անձնավորությանը մինչև հիմա նախագահը տատի է տվել Եվ ասում է սրանք մեղավոր են քոմի, այնտեղ տեսնում եք հուլիսի 8-ին էր ասում էր բողոքում էր եւ այստեղ իհարկե դատախազությունն է ասում որ ոչ ոք օրենքից ավել բարձ չի այս ինչ որ մեղադրանքը կա criminal acts եւ սխալ աշխատանք է տեղի ունեցել նրանք որ ընտրվել են կամ նշանակվել են կառավարության աշխատանքները տնօրինելու։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից Իսրայել Համասի համաձայնության մասին խոսեմ, որը պատերազմը տաթարեցնում են, Burbank Adult School-ը ձեզ հրավիրում է, եթե դուք ցանկություն ունեք, եթե անգլերեն չգիտեք, անգլերեն սովորեք, ESL, որ սկսեք անգլերեն սովորել, եթե բնավ չգիտեք, անգլերեն գիտեք ավել մասնագիտացված անգլերեն եք ուզում սովորել, բուժքույրի օգնական կարող եք դառնալ այդտեղ եւ կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր ձեզ կսովորեցնեն, կոմպյուտեր կտան որպեսզի աշխատանքները ձերը կատարեք, այսինքն դպրոցային աշխատանքը Եթե կոմպյուտեր գիտեք, ավել մասնագիտացված կոմպյուտեր եք ուզում սովորել եւ ուրիշ դասավանդումներ այստեղ տեղի ունենում։ Բոլոր դասավանդումները անվճար են։ Կալիֆոռնիա նահանգը վճարում է, այս դպրոց գտնվում է Burbank դպրոցում։ Սա սեփական դպրոց չի, վերջնական ձեզ վկայական է տալիս, որ Կալիֆոռնիայի նահանգի վկայական է, որ ձեզ հանձնում են, որ 50 նահանգում Կալիֆոռնիայում կամ 49 ուրիշ նահանգում ձեր վկայականը իրենց համար ընդունելի է։ Եթե մեկ սեփական դպրոց եք գնում, վկայականը մենակ այդ դպրոցին է, ոչ ոք չի ընդունում այդ սեփական դպրոցի վկայականը, բայց սա Կալիֆոռնիայի նահանգն է ձեզ տալու ամեն տեղ ընդունված է։ Բոլոր դասավանդումները անվճար են, դպրոցը գտնվում է Allen փողոց Burbank-ում Անպայման այցելեք։ Ամենայդեպս հեռախոսը սա է, բայց հեռախոսով ինձ ասացին, որ դժվար է լինում, միշտ զբաղված է հեռախոսը։ Այցելեք դպրոցը հիմա
առաջին սիմեստրը 2 ամսից ավել անցել է, մոտարապես 1 ամիս ու կես հետո նոր սիմեստրը կսկսի, հիմիկվանից գնացեք, տեղեկացեք ինչպես է լինելու, որ կարողանաք մասնակցել, որովհետև հաճախ դասարանները լցվում են, էլ չեն կարողանում ավելանձի ընդունել։ Ծրագիրը հովանավորում է Ալեքս Ահարոնյանն է հովանավորում, եթե Դուբայում դուք ցանկություն ունեք բնակարան գնելու, որ բնակարան գնելու առիթում դա կլինի կոնդոմինիում կամ առանձնատուն գնելու, դուք կարող եք 10 տարվա վիզա ստանալ։ Դուք ոչինչ չեք վճարում, ում որ գնելու եք իրանից ինքը պետք է real estate-ին վճարի։ Լայսենս ունի Դուբայում, շատերը միջնորդի միջոցով են կատարում, ձեզ համար կարող ավել թանկ լինի։ Զանգարեք, տեղեկություններ վերցրեք իրենից։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Central Avenue Pharmacy տեսնում եք այստեղ հիմա Կալիֆոռնիա փողոցի վրա է, 35 տարի է դոկտոր Գլենդելում աշխատում է, իրենց նոր կենտրոնը բացում են, մի քանի շաբաթ հետո բացվելու է, Sunland քաղաքում բացում է, սա ադրեսն է։ Եթե դուք բնակվում եք Sunland Թահանգա, Սիլմար, Սիմի Վալի, այդ շրջաններում, Լակրասենթ անգամ բնակվում եք, Թահանգա բնակվում եք, անպայման զանգահարեք հավելյալ տեղեկությունների համար, իսկ հետո եթե տեղի կարիք ունենաք, ձեր տանը կբերեն ձեր տեղերը։ Ծրագիրը էսե quality-ն է հովանավորում։ Եթե air conditioning-ի որևէ տեսակ խնդրեմ ունեք, ուզում եք սերվիս անեք, $89 է, բայց unit-ը հարկավոր է որ փոխելու։ Ուրեմն նոր air conditioning-ի unit տնել, duct-երը փոխելու, repair, maintenance բոլորը կարող եք կատարեք, հեռախոսահամարին զանգեք ավելյալ տեղեկությունների համար։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, փաստաբանը ձեզ կօգնի, եթե ձեր տանը մրջում կա, միջատներ կան, պահարան բացում եք, միջատները գնում գալիս են, Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք չի տարբերում, մուկ կա ձեր բնակարանում, դա բնակելի չի, ձեզ պետք է հատուցում տան, գումար պիտի ձեզ տան, դուք ոչինչ իրեն չեք վճարում, մինչև կարողանա հատուցումը վերցնի փաստաբանը, հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք, կվերադառնա։ Իսրայել եւ Համասը թվում է համաձայնության են եկել, նախագահ Թրամփը այս հարցում միջամուխ էր եղել, նախապես ասել էր կամ եկեք համաձայնվեք 20 գլուխի տակ այդ համաձայնագրին, թե ոչ Իսրայելը թող խփի ջարդի ամեն ինչ, արդեն 92% բոլոր շենքերը կամ լրիվ տապալված են Գազայում, կամ անբնակելի են դարձել։ 67,000-ից ավել մարդ է մահացել, նրանք որ կարողացեն տիակը գտնեն եւ հստակացնեն, որ ով է այդ անձը ինչ որ մահացել է։ Փլատակների տակ հարյուրավոր մարդ է մահացել, մեկ Անգլիայում մի ամիս առաջ ձեզ ասացի, որ անկախ մի կազմակերպություն, որ այս հարցը ուսումնասիրել էր, ասել էր, որ 100,000-ից ավել այդտեղ մարդ է մահացել։ Հիմա նախագահը իր փեսան նաև մեկ անգամից այս վերջին ժամանակ այս համաձայնագիրի կամ այս խաղաղության համաձայնության մխրճված է, նախապես փեսան ասել էր, որ այդտեղ պետք է պաղեստինցիներին հանեն, ռիզորտ սարքեն եւ նախագահ Թրամփն էլ այդպես փեսայի արտահայտության վրա այդպես էր արտահայտվել։ Բայց հիմա երբ որ Թրամփին հարցնում են, որ արդյոք պետք է այս պաղեստինցիք այդտեղից գնան, ասում է իրենց կապված է, ուզում են կարող են մնան, ուզեն կարող են գնան։ Համաշխարհային կազմակերպություններ, երկրներ բոլորը ասել են, որ իրենք կօգնեն, որ պաղեստինցիք կարողանան նորից այդտեղ կառուցեն իրենց բնակարանները։ Իսկ հիմա հարցը այդ 20 գլուխի տակ առաջին գլուխ սա է, որ Իսրայելը մասամբ զորքը հետ քաշի Գազայում, զորք ունի, տասնյակ հազարավոր զինվորներ ունի, որ ամեն օր ռմբակոծում են, տապալում են բոլոր շենքերը, ամեն օր առնվազն 100 հոգի մահանում է Գազայում,
եւ իրենք ասել են հետ կվերադառնան մինչեւ երկուշաբթի օր թվում է 20 ողջ գերիներ կան իսրայելցի այսինքն այնտեղ ազատ են արձակելու եւ դիակներն են հանձնելու բոլոր նրանց որ սպանվեն են կամ այդ գերի վերցնելուց հետո հիվանդության եւ այլ պատճառով մահացել են այդ դիակները կվերադարձնեն Իսրայելին ուրեմն Իսրայելը իր հարցը լուծում է բայց Պաղեստինում հարցը այս է որ գերիներին ազատեցինք հետո ինչ է լինելու Հիմա ես ամենայն դեպս ուզում եմ ցույց տալ ինչ է տեղի ունենում, դուք այստեղ տեսնեք, այսպես տեսնում եք ուրախություն է տիրում թե Գազայում, թե Իսրայելում։ Սա իսրայելցիներն են, որ ուրախ են գերիները մի քանի օրից հետ են վերադառնալու տուն։ Պաղեստինում նաև այդ փլատակների վրա տեսնում եք պաղեստինցիք ուրախ են, որովհետև գոնե ռմբակոծումներ չի լինի, այսպես այն տեսեք շենքերը բոլորը անբնակելի են, սրանք բոլորը պիտի փլել եւ նորից կառուցել։ Այստեղ տեսնում եք Իսրայելի հետ հանդիպում աչում Թրամփի փեսան է Քուշները եւ ծախում Վիտքաֆ։ Գիտեք երկու որ ներկայացնում է Ամերիկան, երկուսը իրենք էլ փեսան եւ ներկայացնողը Վիտքաֆը երկուսն էլ հрьяաներն իհարկե Վիտքաֆը բիլիոնատեր անձնավորություն է, որ նախագահ իրեն որպես միջնորդ ղեկերներ այս հարցը։ Մեջտեղում տեսնում եք Իսրայելի վարչապետին եք տեսնում, որ շատ գոհ չէր այս համաձայնագրին, բայց Թրամփի ճնշումների հետևանքով թվում է, որ ընդունում է։ Ինքը խնդրեմ ունի, որ պատերազմը վերջանա, ստիպված լինի ներկայանա դատարան, որով կաշառակերության պատճառով իրեն տատի էին տվել, բայց միշտ հետաձգվում էր, որովհետև ինքը ղեկավարում է պատերազմը։ Ուրեմն Համասը պետք է 20 գերիներին արձակի երկուշաբթի օր առաջին ֆեյզում կամ առաջին փուլում եւ 28 հոգի ինչ որ մահացած իրենց մոտ է իսրայելցի մահացողներ։ Իսրայելը պետք է ազատ արձակի 1000 պաղեստինցի բանդերի միջից։ Մեծ մասը Գազայի պատկանող անձիկ են եւ մասամբ Գազայից մասամբ դուրս կա, չեն ասել լրիվ դուրս կա, բայց մասամբ։ Համասը պետք է զենքը վայր տնի եւ Գազան Համասը չի կարող ղեկավարի սրանից հետո այլ արաբ եւ պաղեստինցիների միջոցով պետք է ղեկավարի, բայց ոչ թե Համասը եւ համաշխարհային կազմակերպություններ նաեւ վերահասու են լինելու այս հարցին։ Այսօր տեսնում եք հարցնում էին Թրամփին եւ ինքը ասում էր ասաց Թրամփին երբ որ հարցրան որ ոչ ոքի չեն ստիպելու որ հեռանա երկրից իրենք կարող են մնան այդտեղ բայց մնալ այդտեղը շատ դժվար է գիտեք տեսնում եք երեխաներն են Պաղեստինում բարում էին այդ փլատակներին եւ այսպես բոլորը հույս են հայտնում որ այս հիմա ինչ որ տեսնում եք սա մեկ ժողով էր երեք ձեզ հաղորդեցի որ այդ ժողովի ժամանակ Մարկո Ռուբիո արտգործ նախարարը գրում է թղթի վրա որ թվում է երկու կողմերը համաձայնության են եկել եւ սա Commerce-ի նախարարն է որ այդ գալիս է ժողովրդին նաեւ ասում է այստեղ տեսնում եք այդ Լուտնիկ նախարարն էր այստեղ կարևոր աշխատանքը կատարելն են Եգիպտոսը եւ Քաթարը կամ Ղաթարը իսկ նաեւ Թուրքիան տեսնում եք այդտեղ Էրդողանին եք տեսնում որ նաեւ տեր է ունեցել այս խաղաղություն բերելու այս տարածքին այսպես տեսնում եք ուրախության կանչը սա Իսրայելում եք տեսնում ուրախություն է տիրում եւ նաեւ քիչ առաջ տեսակ Պաղեստինում սրանք ձերբակալված անձիկ են որ թվում է դեռ ողջ են
Պաղեստինում եք տեսնում, ինչ որ ասացի 67000-ից ավել պաղեստինցի սպանվել է, նրանք որ կարողացել են հստակացնել մնացածը տեր փլատակների տակ են մնում։ Ես ուզում եմ խոսել հիմա եղանակի մասին, Արևելյան նահանգներում դուք եթե բնակվում եք, այստեղ փոթորիկ է տեղի ունենալու Քարոլայնա նահանգներից, North եւ South Carolina, տեսնում եք վաղը շաբաթ օր, այդտեղ խիստ անձրև է տեղի ունենալու 60 մայլ ժամական 100 կիլոմետր քամի է տեղի ունենալու եւ դժվար կացություն է լինելու, որովհետեւ նաեւ 2 ինչ ժամական գոնե անձրև է իջնելու 5 սանտիմետր անձրև իջնելու է փոթորիկ սկսվելու է այդ Carolina նահանգներից North եւ South Carolina եւ բարձրանալու է մինչև եթե դուք այդ տարածքներում ապրում եք Baltimore, Philadelphia, New York եւ նաեւ Hartford, Connecticut, Boston բոլոր այդ շրջաններում տարօրինակ եղանակ է լինելու գալիք օրերին ընթացքին տեսնում եք այդտեղ մինչև կիրակի օր նաեւ Եթե օվկիանոսի մոտ բնակվողներ եք, պատրաստվեք դժվար կացության ինչ որ տեսնում եք այստեղ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից ներկայացնեի տան խոսնակը ցույց տամ, երբ որ ուղիղ եթեր միանում է հանրությանը, ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Orange Shipping այստեղ տեսնում եք Sherman Way փողոցի վրա է North Hollywood-ում է սա։ Orange Shipping-ը ցեզ առաջարկում է ծանրոց ունեք Հայաստան ղրկելու, օվկիանոսով պիտի ղրկեք, եթե մեկ ծանրոց իրենց հանձնեք, երկրորդը 50% զեղչ կստանաք։ Ուրեմն եթե 3x ծանրոց ունեք $52 պահանջվում է, երկրորդ ծանրոցը $26 պետք է վճարեք եւ նույնը ուրիշ չափերում։ Գումար եթե պիտի փոխանցեք Հայաստան, North Hollywood-ից 1.5% եք մենակ վճարում, եթե գումար եք փոխանցում Հայաստան, այստեղ հասեն տեսնում եք կամ զանգահարեք հեռախոսահամարը ձեզ մոտ նշանակեք։ Ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Քարավան ռեստորանը հոկտեմբերի 15-ից ամեն շաբաթ եւ կիրակի օր առավոտյան ժամը 8-ից սկսյալ հարիսա է առաջարկում, կարող եք գնալ այնտեղ հարիսա ուտել, առավոտ շուտ հարիսային ուտում Հայաստանում եւ այլուր, դուք կարող եք նույն փորձը կատարեք այնտեղ։ Ծրագիրը հովանավորում է Շային թուրն հովանավորում ծրագիրը, եթե իրեն կազմակերպել են գնալ Կոստա-Ռիկա 7 օր, ընդամենը $2290։ Բոլոր ծախսերը նկատի առնված է իրենց կողմից նոյեմբերի 4-ից մինչև 10 հեռախոսահամարն եք տեսնում։ Նաև Արժանտինա եւ Բրազիլ ընդամենը $3790 են առաջարկում։ Սա շատ խիստ զեղչված գին է։ Զանգահարեք նոյեմբերի 10-ից 10 օրվա համար նոյեմբերի 15-ից մինչև 24։ Դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան հովանավորում են Ալիև եւ Գլենոքս փողոցի հատման կետում է գտնվում իրենց գրասենյակը, ատամնաբույժներ են, որևէ հարց ունեք ձեր ատամների հետ, լինդի հետ, այդ բերումով զանգահարեք, ժամադրություն վերցրեք իրենցից։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է 3 սրահներ ունեն 120, 150 եւ 300 տարողությամբ։ Ամեն օր ճաշ են առաջարկում, դուք կարող եք գնալ իրենցից վերցնել կամ զանգահարեք իրենք բերեն ձեր տանը 5 հոգու համար, 10 հոգու համար, սա հեռախոսահամարն է կվերադառնա։ Ձեզ հաղորդել էի, որ կառավարության աշխատանքը փակվել է, որովհետև դեմոկրատներ, ռիփաբլիկաններ իրար հետ չեն համաձայնվում եւ բաջեթը չեն հստակացնում։ Եթե կառավարությունը բաջեթը չի հստակացրել, այսինքն օրենսդիր մարմինը պիտի հաստատի, նախագահը ստորագրի, որ կառավարություն գումար ունենա կարողանա ծախսի։ 750,000 մարդու ասեն տուն գնացեք, մնացածը, որ essential
հարկավոր է որ աշխատեն, օրինակ air traffic controller, նրանք որ օդանավի ուղղություն են տալիս, երբ բարձրանում է, երբ օդանավը պիտի նստի, բոլոր սրանք զինվորականներին ասեն հետո ձեզ կվճարենք, դուք հարկավոր է աշխատեք։ Նրանց որ ասեն են տուն գնացեք, նախագահ Թրամփ ասեն է կարող է վճարեն եւ կարելի է որ չվճարեն իրենց աշխատավարձ։ Սովորաբար անցյալում furlough ժամանակավոր այդպես էր լինում, հետո վճարում են։ Վերջի անգամ որ նման դեպք է տեղի ունեցել 2019 թվին էր, որ 35 օր տևել է։ Այսօր 9 օր է որ կառավարությունը գումար չունի ծախսելու, ոչ ոք չի կարողանում վճարի, ուրեմն նախարարությունները բոլորը փակված են, չեն աշխատում։ Հիմա հարցը սա է, որ մեկ հարցազրույց, որ ուղիղ եթեր մարդիկ կարողանում են զանգարեն այս երկրի Speaker of the House, ներկայացնի տան խոսնակը հեռախոս է պատասխանում մեկին, որ իր ամուսինը զինվորական է, զանգում է եւ իրեն բողոքում է, որ կառավարության աշխատանքը կանգնեցրել եք ամսի 15-ին, որտեղ իրենց անցյալ միջև սեպտեմբերի ավարտը աշխատավարձ ստացել են, այս անգամ է որ 15-ին պետք է աշխատավարձ ստանան, եթե չհամաձայնվեն, ուրեմն աշխատավարձ չեն ստանա, մեկին ասում է ես ունեմ հիվանդ երեխա եւ գումար պետք է, գիտեք մեծամասնություն այս երկրում որևէ գումար չունեն, եթե աշխատավարձ ստանում են, այդքան ծախսում են։ Ես ինքս տարիներ առաջ իհարկե աշխատում էի, ուրիշներ ինձ հետ աշխատում էին, օրինակ աշխատավարձը, որը ստանում էին, տանում էին իրենց քարտերը, կրեդիտ քարտը վճարում էին եւ հետո երբ որ վճարում են այդ կրեդիտ քարտում առիթը ստեղծում է որ նորից կարողանան ծախսեն, այսինքն անձը միշտ պարտք է կամ ինչ որ գումար է ստանում հազիվ ծախսում է, այս երկրում այդպես է, միցև չի որ գումար ունեն պահես տրված, հիմա մի քանի ժամանակ գումար որ չտան, այդ գումարից կօգտվեն, մինչև գումարը ստան, այդպես չի այս երկրում մեծամասնությունը օր-օրի է ապրում։ Մեզ մոտ նաև կա մարդիկ, որ դժվարությամբ ամեն օր, եթե աշխատավարձը ուշանա չի կարող շարունակի իր աշխատանքը կամ կյանքը չի նորմալ չի դառնում։ Հիմա մեկ հոգի զանգարում է եւ բողոքում է խոսնակին, ներկայացնի տան խոսնակին, որտեղ ռիփաբլիկանները մեծամասնություն են ներկայացնի տան մեջ, ուրեմն ղեկավարում են ռիփաբլիկանները, զանգում են իրեն եւ ասում են դուք բայց մի տարբերությամբ որ ներկայացնի տան անդամները, սենեթի անդամները բոլորը եւ նախագահը նաեւ աշխատավարձ ստանում է, իհարկե Թրամփը այդ աշխատավարձին կարիք չունի, բայց եւ այնպես այս օրենսդիր մարմնի անդամները իրենց աշխատավարձ ստանում են։ Իրենցը չի կանգնել ինչ որ ստանում են։ Դրա համար բողոքում է, ես այստեղ ուզում եմ տեսնեք, այսպես տեսնում եք, գնում են pantry-ները, այդտեղ որ ուտելիքներ են տալիս, սա խոսնակն է Ջոնսոն անունով, որ մեկ հերոստա հաղորդումին մասնակցում է եւ անձը իրեն բողոքում է այդպես, ինքը լուր մնում է մինչեւ այդ հարցազրույցի ավարտը, այսպես տեսնում եք, տոպրակներով ուտելիք են տանում։ Սա դեմոկրատների ղեկավարն է սենեթի, ասում է ամեն ինչ լավ է ընթանում, այսինքն ժողովուրդը բարգացած է ռիփաբլիկանների վրա։ Սա տեսնում եք խոսնակներ 9-րդ օրն է այսօր եւ իրեն բողոքում էին ուղիղ եթեր, այսպես տեսնում եք զինվորականներ ուրիշներին ման աշխատավարձ չեն ստանալու եւ դեմոկրատների ղեկավարն է որ ասում է ամեն օր մեր վիճակ լավանում, այսինքն ճնշումը ռիփաբլիկանների վրա բարձրանում է։ Այս նախատեսությունը բոլոր ռիփաբլիկանները օգտվեցին ի դեմ դեմոկրատներին, դրանց մեջ նաև նախագահը խոսնակ օգտվեցին, ասացին որ տեսեք դեմոկրատները ձեզ համար չեն մտածում։ Եվ այս սենեթի ղեկավար դեմոկրատ եկավ բացատրեց, որ ասաց մեր վիճակը լավանում այդ իմաստով, որ դեմոկրատները ցանկություն ունեն, որ Medicaid-ը, որ այստեղ medical է կոչվում, որ 1/3 ռիփաբլիկանները ուզում են կրճատում կատարեն,
Medicaid-ը մինչ հիմա ծախսում էր 2.3 տրիլիոն ծախսում էր։ Հիմա ուզում են իջեցնեն 1.5 տրիլիոնի խոշոր կրճատում է, որ ինչ որ ցանկությունն այդ անել։ Նաև մոտարապես 20-ից 22 միլիոն մարդ health insurance է ստանում, որ կառավարությունը իրեն օգնում է, որ կարողանա գնի, subsidize անում կառավարությունը։ Այդտեղ նաև այդ ես երեք ավել մանրամասն ցույց տվի, որ առնվազն տարեկան այս մարդիկ, որ հիմա $100-ով, $200-ով առողջապահական ապահովագրություն են վերցնում իրենց եւ իրենց ընտանիքի համար, եթե առողջապահական ապահովագրություն այս երկրում շատ թանկ է, իրենց ապահովագրությունը թանկանալու է առնվազն տարեկան 4 հոգու համար $3500 ավել թանկանալու է, եթե ինչ որ ռիպաբլիկաններ նկատի ունեն։ Այդ երկու հարցի վրա որ դեմոկրատները իրենց հետ չեն համաձայնվում։ Հիմա ինչ որ ասացի, դեմոկրատ ռիպաբլիկան իրենց աշխատավարձը ստանում են, իրենց համար խնդրեմ չի, ժողովուրդն է ինչ որ այս թվում է տուժողը ժողովուրդն է այս երկրում միշտ այդպես է լինում։ Ես ուզում եմ Շիկագո ցույց տալ, Շիկագոյում նախագահը ուզում է զորք իջեցնի այնտեղ, որպեսզի կարողանան գողության Շիկագոն այն քաղաքներից է, որ միշտ սպանություն է լինում, գողություն է լինում, որպեսզի խաղաղություն բերեն կամ կանգնեցնեն նման հարցը։ Իսկ Շիկագոյի նահանգապետ, այսինքն քաղաքապետը եւ Իլինոյը, որ այդ Շիկագոյում այդ նահանգի մեջ է, նահանգապետը խիստ հակատրվել են նախագահի հետ, որ ինչու մխրճում է նահանգային աշխատանքի մեջ։ Գիտեք, այս երկիրը Միացյալ Նահանգներ է կոչվում, ամեն նահանգ մասամբ իր տնօրինում է իր հարցը, սա ի տարբերություն ուրիշ երկրների, այսպես է, ամեն նահանգ ինքը ունի իր օրենքները։ Եվ այստեղ ես ուզում եմ ցույց տալ, տեսնեք, որ այս զինվորականին դատ բացարին եւ Portland, Oregon-ում եւ Շիկագոյում դատավոր ասաց, որ թեև մեկ դատավոր հենց Թրամփի նշանակվածն է ասաց, որ առայժմ եկեք դատարան, որ այս հարցը այստեղ լուծե։ Շիկագոյի ինք տեսնում եք այստեղ դատ է բացված, որ այստեղ որևէ ըմբոստություն չկա, որտեղ նախագահ ասում է resurrection, այսինքն ըմբոստություն կա այդ քաղաքում, պատերազմի նման վիճակ է, պատերազմական, եւ այսպես տեսնում եք, դատարանում պետք է հիմա ներկայանան եւ կողմերը բացատրեն, որ դատավոր ասի, որ արդյոք այդ զինվորականները National Guard-ը կարող է այդտեղ գնա, թե ոչ։ Հիմա տեսնում եք բողոքի ցույցեր, սա Pritzker, սա նաև մեկ ուրիշ բիլիոնատեր է, Իլինոյ նահանգի նահանգապետն է, Հայատ հոթելների ընտանիքը, ինքը իր ընտանիքը տերն է այդ հոթելների, որ ավել մանրամաս ասացի 3880 հոթելներ ունեն աշխարհով մեկ, մոտարապես 138,000 սենյակ ունի այդ մոտարապես 4000 հոթելները, բիլիոնատեր են եւ ուրիշ բիզնեսներ իհարկե, միայն այդտեղ չի ավարտվում։ Նա ասում է, որ դատը բացանելու պետք չունեն։ Ի զարմանքի 6 ռիփաբլիկան նահանգապետներ նաեւ այստեղ տեսնում եք ռիփաբլիկան նահանգապետը տեսնում, որ Օքլահոմայի նահանգապետին եք տեսնում եւ ասացի մի քանի ուրիշ նահանգապետներ ասում են հարկավոր չի, թեև ռիփաբլիկան են սրանք, հարկավոր չի։ Օրինակ Թեքսասի նահանգապետը ասել էր, որ զորքը ուղարկեք այստեղ խաղաղություն բերելու իրենց շրջանը, իսկ որոշ նահանգապետներ ասում են հարկավոր չի, որովհետեւ ռիփաբլիկաններ այստեղ տեսնում եք Օքլահոմայի նահանգապետին եք տեսնում իր արտահայտությունը, որ դեմ է եւ ասում է, որ այսպես ինքը եւ 6 ուրիշ ասացի նահանգապետներ այդպես չեն մտածում, մինչ հիմա նահանգապետները միություն ունեին,
Հիմա թվում է, որ մեկ դեմոկրատ, ասացի Իլինոյի նահանգապետը, Թեքսասի նահանգապետը իրար դեմ արտահայտություններ են անում, մնացածը առաջարկում են, որ այսպես չլինի, որպեսի կարողան, այստեղ տեսնում եք փողոցում մեկը police կամ National Guard-ի մեքենան էր, որ խփեց պատուհանը կոտրեց, հետո հետևում են իրենց երբատեսում եք փախուստ են տալիս ոստիկանությունը կամ այդ National Guard-ը գնում է իրենց երբակալում, այսպես խռովությունները ամեն նահանգ, ամեն քաղաքներում, տարբեր նահանգներում այսօր Երևան է եկել։ Ես պիտի դադարեցնեմ մեկին, որ antifreeze-ը մեքենայի լցնել իր ամուսնու կինիի մեջ դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Primate Pharmacy-ն գտնվում է այստեղ Glen-Oaks տեսնում եք եւ Highland փողոցի հատման կետում է գտնվում։ Հեռախոս շատ հեշտ է 818 6 303 զանգարեք, այնտեղ գնացեք տեղեր վերցրեք կամ զանգարեք իրենք կբերեն ձեր տանը։ Ծրագիրը հովանավորում է նաեւ Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփուրյանները բոլորը փաստաբաններ են եւ ձեզ առաջարկում են, եթե ավտովթար ունեցաք, ակսիդենտ ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով այս հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիր հովանավորում է ծրագիր, եթե ալերգիներով տառապում եք որևէ տեսակ, հեռախոսահամար տեսնում եք, իրեն զանգարեք, իր հետ խոսեք։ Ծրագիրը Երևան Shipping-ն է հովանավորում։ Երևան Shipping երկու կենտրոն ունի։ Ամենաէժանն է առաջարկում ծանրոցը օթանավի միջոցով Հայաստան գրգելու։ Որևէ տեղ սրանից էժան չեք կարող գտնել։ Մի փանդը $2.99, իսկ գումարը պիտի փոխանցեք մի տոկոս են ուզում։ $100 ղեկեք, $1 տայեք։ $500 ղեկեք, $5 եք ընդամենը վճարում, եթե Երևան եք ուղարկում։ Այստեղ տեսնում եք Lancashire փողոց, North Hollywood-ում, Glendale-ում, East Palmer փողոցի վրա է գտնվում Երևան Shipping։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն ցեզ է առաջարկում տարատեսակ դաշնամուրներ։ Դա կլինի upright-ը, մեծ դաշնամուրները, որևէ երկրում դաշնամուր են առաջարկում։ Hollywood Piano-ն ունի ամենախոշոր դաշնամուրի խանութն է 2 հարկի մեջ 600 դաշնամուր այնտեղ տրված է։ Այցելեք կվերադառնա։ Մեկին մի մարդ երեխա ունեն, բայց իրար հետ հակատրվել են, բաժանվել են, separated եւ մի օր այս կինը կարողանում է երբ որ այդ անձը գալիս է եւ գիտեք երբեմն գալիս են երեխային տեսնելու գինի մեջ ամուսինը սիրում է գինի խմել antifreeze լցնում մեջը antifreeze գիտեք քիմիական տեղ է եւ այդ ձևով ուզում է սպանի իր ամուսնուն եւ այսպես բոլոր խնդիրները բնականաբար կվերջանա այդպես ուրեմն ձեռնարկումը այդպես հիմա այստեղ տեսնենք ուրեմն անդրադառնում են իրեն տատի են տալիս այս 33 տարեկան Հոգն անունով այս կինն է որ Connecticut-ում է պատահել այս դեպքը, տեսնում եք antifreeze-ը մեքենայի մեջ են radiator-ի մեջ են լցում այդտեղ էթիլեն գլիկոլը լցնում են այնտեղ ամենայն դեպս իրեն տատի են տվել հիմա հետո պիտի հայտնի լինի այդ իր ամուսինը շատ վատ է զգում հիվանդանոց են տանում այդ գինին ինչ որ antifreeze կինը լցրել մեջը տեսնում եք այդտեղ էթիլեն գլիկոլը լցրել մեջը որ շատ վտանգավոր է եւ մահացու կարող է լինի այսպես տեսնում եք այս կնոջն եք տեսնում եւ ինքը վստահ է որ իր կինն է իրեն թունավորել դրա համար տատը բացառել որպեսի կինը այդպես էր անում որ ուզում էր որ լրիվ ինքը հոգ տանի իր երեխային ամուսինը չկախառնվի այս հարցերի մեջ այստեղ տեսնում եք ինչ որ ասացի մոնոթելին այդ քիմիական տեղերն է որ ինչքան է հիմա խմել եւ այսպես
գնում են հետ են նայում, տեսնում են բոլոր այս հարցերը ուսումնասիրելն է եւ այսպես հետո ցանկություններ ունեցել, որ ամուսնունը սպանի, բայց ամենայն դեպս ամուսնուն կարողանում են հասցնեն, որովհետեւ իրեն միշտ տանջել, չարչարել, ներծեծել, այսպես ամուսին ուզում էր վրեժխնդիր լիներ իր ամուսնուց ձեռնարկել։ Ես ուզում եմ հիմա խոսել մեկ մարդ ինքը իր տան մեջ հրացան ունի, բարիքեյդ արել եւ ոստիկանությանը, երբ որ domestic violence իր ընտանիքում կռվում են, ծեծվում են եւ այլն, փոլիս են կանչում ընտանիքի անդամները, երկու ոստիկան են գալիս, անձը կրակում է ոստիկաններին, վերավորում է, հետո ինքը իրեն շարունակեն, ինքը իրեն է սպանում, այսպես տեսնում եք Մայամիում տեղի ունեցող դեպքն է, հետո տեսեք ինչ մեքենայով են եկել, երբ որ տեսնում են հրացանով կրակում է այսպես այս անձնավորությունը, ամենայն դեպս մինչև գնում են ինքնասպան եղել։ Ես ուզում եմ հիմա Թեքսասում ցույց տալ մեկ անձնավորություն, որ նախկինում խոսել եմ, սա 2003 թվին իր 2 տարեկան երեխային այնպես թափ է տալիս, որ ուղեղը վնաս է հասնում, երեխան մահանում է։ Իրեն դատի են տալիս եւ մահապատիժ է ստանում։ Հիմա մի քանի օրից պետք է իրեն կախաղան բարձրացնեին եւ հիմա ասացին, որ դատարանը նորից նայի այս ուսումնասիրի այս հարցը, որովհետեւ մեկ ուրիշ անձնավորություն ճիշտ նման աշխատանք արել հենց Թեքսասում, բայց նրան մահապատիժ չէին տվել։ Այսպես այս վերանայման հարցով էր, որ այս մի քանի օր հետո պետք է իրեն կախաղան բարձրացնեին, հիմա նայելու են։ Ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել մասամբ այս անձնավորությունն է, հիմա մասամբ 50 քանի տարեկան է, 2003 թվից մնում է բանդում, 2002 թվից ավել շուտ, 2003 թվից մեղավոր է լինում եւ հիմա 58 տարեկան է եւ Թեքսասի այդտեղ տեսնում եք նախապես այսպես մազեր ուներ այդ ժամանակ, հիմա է որ մազերը թափել է այսպես Թեքսասի ներկայացնի տան անդամները անգամ նամակ գրին, այս մեկ ուրիշ անձնավորություն է, որ ինքն է ասում է ես ինձ էլ իմաստ չունի այս հարցը, նաև իր փաստաբանն է, որ ասում է մենք ուրախ ենք, որ ուրեմն հետաձգվում է, նորից պետք է վերանայեն այս տեսնում եք իր երեխայի հետ 2 տարեկան այդ երեխային է, որ այնպես թափ է տվել շարժել էր երեխային, որ մահացել էր, բայց հիմա ասացի հիմա հետաձգվում են, նորից պետք է հարցը նայեն եւ դատավարությունը շարունակվի, ասացի նման դեպքը պատահել է հենց Թեքսասում եւ նրան այսպես պատիժ, իհարկե վերջ-վերջով մի պատիժ պիտի լինի, բայց այս անձը արդեն 23 տարի է մնում է բանդում, հիմա պետք է տեսնեն ինչպես կավարտվի այս։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ երկու երեխայի մասին, որ աթիստ են, տեսնեք ինչ են անում այս երկու երեխաները, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող մասնակետ է, տարբեր քաղաք, այսինքն հարավային Կալիֆոռնիայում գրասենյակներ ունի, Գլենդելում 240 South Jackson փողոց, որտեղ որ Jackson փողոցը, Glendale Avenue եւ Colorado-ն միասին իրար հատում են մեկ կետում այս 3 փողոցը, ճիշտ այդտեղ շենքի մեջ է այս հասցեն է, տեսնում եք այստեղ, եթե աչքի հետ որևէ հարց ունեք, զանգահարեք այս հեռախոսը համարի։ Ռաֆիզ մարքեթն է հովանավորում ծրագիրը, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, Ռաֆիզ մարքեթ գնում 324 South Glenox փողոց։ Court Furniture-ն է հովանավորում, Central եւ Myrtle-ի հատման կետում է գտնվում Glendale-ում։ Իսկ 405 Freeway եւ Euclid փողոցի հատման կետում է գտնվում Orange County-ում։
100-ից ավել խանութ ունի Court Furniture-ը, բիլիոնատերի է պատկանում, իր ամենափոքրիկ բիզնեսը այս 100 քանի խանութներն են, եթե նոր մատրես պիտի գնեք, գրասեղան սեղանաթոռներ, այստեղ այցելեք։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե դուք bankruptcy պիտի ֆայլ անեք, հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ accident ունեք, հեռախոսը համարը կտեսնում եք։ Դոկտոր Իբրահիմի ովանավորում է ծրագիրը, թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսը համարին զանգեք։ Սոնաֆետ արեցների կենտրոնն է ովանավորում, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն ու կվերադարձնեն ամենը։ Jackpot-ն է ովանավորում ծրագիրը, Jackpot-ը իր խանութը գտնվող Թահանգա քաղաքում պետք է փակվի, ամեն ինչ, տեսնում եք $5, $10, $15 գինի իջեցրել են, որ ամեն ինչը վաճառվի։ Իրենց խանութը իհարկե Գլենդելում աշխատանք շարունակում է։ Անաշե Գիֆտն է ովանավորում, որ այս ավելի ինչ որ տեսնում եք, ամենը $49 է, իրենք դարձրել են $29.99 cent։ Հա, տեսնում եք տարբեր, հետո արանքներ մաքրելու համար ամեն հարմարություններ այս տուփի մեջ կա 1937 West Glen-Oaks փողոց։ Սարասոթա Ֆլորիդայում մի երեխա գալիս է դուրս, որ միշտ ուշադիր են, սա autism-ով, այսպես մտքի խնդիրներ ունի, դուրս է գալիս եւ գնում է փոքրիկ երեխա փողոցը։ Բարեբախտաբար այդ ժամանակ տեսնում եք մեքենան իր կողքից է, որ այդպես անցավ գիշերը, տեսեք փողոցում վազում է, պոլիս գալիս է ճանապարհը փակում է եւ հետո իր հետևից տեսնում եք ոստիկանն է վազում է եւ իրեն վերցնում է, թեև ընտանիքը միշտ ուշադիր է եղել, բայց իսկ եթե երեխաները վերջ-վերջում մի վայրկյան ուշադիր չլինեք, այսպես կարող են փախուստան։ Իսկ վերջավորությանը մեկ ուրիշ նաև երեխայի մասին, որ հենց այսպես էլի Ֆլորիդայում էր 5 տարեկան երեխան գնում է եւ ընկնում է փոքրիկ լճի մեջ։ Բարեբախտաբար իր եղբայրը եւ պոլիսը միաժամանակ հասնում են, տեսնում են այս 5 տարեկան աղջիկը, որ նորից autism-ով խնդիրներ ունի, տեսնում եք կանաչ մասամբ շապիկով կապույտ կարողանում են այդ իր եղբայրը եւ պոլիսը այդ ծովի միջից կամ հանել իրեն կամ լիճի միջից հանել ու փրկել իրեն։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։